Օգտատերերը հարցնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր զինվորական ծառայությունը կրճատվելու է 6 ամսով։ Սա վտանգավոր որոշում չէ, հարցնում են նրանք։ Հարգարժան օգտատերեր, պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը 24 ամսից մինչև 18 ամիս կարող է դառնալ ուժեղ քայլ միայն այն դեպքում, եթե այն ամրագրվում է որպես բանակի պրոֆեսիոնալացման, պայմանագրայինների ավելացման, տեխնոլոգիական եւ սպառազինության ու մարտունակության բարձրացման քաղաքականություն կամ ռազմավարություն։ Սահմանը չեն պահում ամիսները, պահում է պատրաստված զինվորը, զինված դրոններով, հակադրոնային համակարգերով, կիբեր հնարավորություններով եւ կարգապահ հրամանատարությամբ։ Եթե զինվորը բանակից դուրս չի գալիս որպես մարտունակ միավոր, ապա կրճատումը իհարկե կարծում եմ խոցելի որոշում է։ Այո, ավելի կարճ ծառայությունը կարող է երիտասարդին շուտ վերադարձնել կրթության, աշխատանքի շուկա, բայց դա չի կարող կատարվել անվտանգության հաշվին։ Պետությունն իրավունք ունի կրճատելու ամիսները միայն այն դեպքում, երբ պարտավորվում է ուժեղացնել բանակը, բարձրացնելով զինվորականի վարձատրությունը, ապահովելով մշտական վերապատրաստում եւ ներդնելով գերժամանակակից սպառազինություն։